Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ այսօր ցերեկը միայն գրառումներ եմ արել եւ որոշեցի բուն ասելիքս ընդհանուր ամփոփումը թողնել երեկոյան։ Իսկ օրվա մեջ դեպքեր տեղի ունեցան, անկեղծ ասեմ։ Դեպքեր տեղի ունեցել են, հիմա հերթով կխոսեմ եւ մի փոքր էլ կզրուցենք իհարկե ոմն Պղծազանի եւ նրանց սատարողների արկածներից փորձում են իրենք գիտեն թե եթե մի բանը շատ ասեն դա կդառնա ճշմարտություն։ Ես խնդրում եմ ժողովուրդ ջան եթերը դիտել ու տարածել նախ ասեմ ոնց է լինելու եթերը։ Մի քանի րոպե կխոսանք օրվա թեմայից, Հովանավանկում ինչ ա եղել, ինչ ոնց ա օրը անցել։ Ու մնացած հատվածը երևի թե կխոսենք արդեն Պղծազանից, նրա արդարացման փորձերից, ոմն լրագրող իրենց հռչակածներից եւ այլն։ Գանք ամենասկզբից։ Նախ ես թույլ տվեք ասել հետեւյալը, քանի որ առհասարակ չեմ կարողանում խղճի վրա շատ բան վերցնել, ու այսօր ես ուզում եմ մի փոքր մեմ խոսել Տեր Սարգիսի մասին, այն անձնավորությունը, ում վրա երեք մի փոքր բարկացած էի, որովհետեւ կոնկրետ լրագրողների մոտ սուտ բաներ խոսում, շարեր անում։ Ես հասկանում եմ, որ նրան գուցե պարտադրում են, նրան ուղարկում են, իսկ նա այլ ելք չունի։ Ես հասկանում, բայց չէի ընդունում։ Այսօր իմացա Տեր Սարգիս։ Մենք այսօր հանդիպել ենք, ճիշտ է։ Քո այդ մոտիլովկեքից հետո ես այսօր շատ կոպիտ էի տրամադրված քո հանդեպ, բայց ամեն դեպքում մի փոքր ինձ զսպեցի, երբ դու եկար, եկեղեցի, ու այս կետային պսակադրություն էր, որպեսզի հերթական անգամ դու քո ձևով չմոտենաս հարսանքավորներին ու ասես մի բան, որը այսպես թե այնպես Տեր Արամը ասում է։ Ես ասացի, որ դու չես մոտենալու ոչ մեկին սրանից հետո, որպեսզի նեգատիվ տրամադրություն չստեղծվի, որովհետև Հովանավանքը նեգատիվների տեղ չի։ Դու ասացիր, լավ, միայն աղոթեմ ու գնամ, մենք ասացինք, աղոթելու համար եկած մարդու առաջը մենք չենք կարող փակենք, դա չի լինում տենց։ Թողեցինք, դու մտար աղոթեցիր, խոսքդ պահեցիր ու դուրս եկար։ Ես դրանից հետո փորձեցի ճշտել հասկանալ առհասարակ դու ինչի ես այդպես տրամադրված քո գործընկերոջ հանդեպ ու ինչի ինքդ էլ չես ցանկանում սատարել գործընկերոջդ, չէ՞ որ դու էլ գիտես ճշմարտությունը։ Ու դու, ու իմացա, որ ունես 4 երեխա ու ապրում ես Վարձով։ Սա իսկապես իմ սրտին առավ։ Իհարկե դա այդքան էլ չէ, կապ չունի մի երեխա թե 4 թե 10, բայց դու 4 երեխա ունես ամեն դեպքում, որոշ հանգամանքներում ազգի շատացման, բազմացման հետ կապված ռազմավարական ծրագրերի հետ կապված կապ ունի։ Աստված պահի երեխաներին։ Բայց Տեր Արամը նույնպես պսակված է։ Ու այստեղ ու ինքը գնացել է այդ ճամփով, ու դու շատ լավ գիտես իրան ինչ էր կարա սպասվի։ Դու գուցե համարձակությունը չի բավարարում։ Գուցե չի բավարարում։ Բայց այդ ամեն դեպքում ես էլ չեմ ցանկանում քեզ պահել իմ տեսադաշտում այն բացասական տրամադրությամբ, որը որ ունեցել եմ քո հանդեպ։ Բայց կխնդրեմ նաև հետևյալը, մի բան գիտակցիր։ Քեզ ոչ ոք, հենց քեզ ուղարկողները, ոչ ոք չի թողնելու, որ դու Հովանավանկում աշխատես։ Նրանք քեզնով իրենց հարցերն են լուծում։ Քեզնով դու այդ թեմի միջի ամենաթույլ լողակն ես։ Քեզնով այդ իրենց հարցերն են լուծում։ Դա պարզապես իմացի, լավ։ Մնացածը մենք մի կերպ յոլա կգնանք, ինչպես ասում են։ Օրվա մեջ եկան Կենտրոն TV-ին երեք էլ այսօր էլ իրան բավականին ակուրատնի ապահում, գալիս են ռեպորտաժ են անում, հարց տալուց առաջ հարցնում են։ Չնայած առհասարակ երեք ու այսօր ահագին փոխվել են լրագրողները, իհարկե ամեն դեպքում թաքունից նկարում ինչ որ վերնագրերով բաներ են դնում, չգիտեմ քանից թիրախավորել, մոռացել են Տեր Արամին ընկել են ջանից, ոչ ինչ, իրանց գործն է, իրանց էլեկտորատին պահելու համար իրանք էլ լավ գիտեն, որ իրանց էլեկտորատը նույնպես երբ իմ դեմքը տեսնում է, մտնում ընթերցում է ինչ-որ բան, իրանց Սերժերից ու Քոչարյաններից ավելի պայծառ դեմք է բնականաբար անհամեմատ, իրանց ստախոսներից։ Այսօր 24 նյուզներ վերջում եկավ, չէ, ֆակտորն էլ հետո եկավ, գյուղացիների հետ խոսես գնաց, արդեն Տեր Արամը գնացել է։ 24 նյուզը եկավ, ես չգիտեմ ռեպորտաժը ինչպես են պատրաստել, անկեղծ չեմ դիտել, ժամանակ չի եղել, հավեսը չունեմ նայելու, բայց այնտեղ կային էլի մարդիկ, կար մի երիտասարդ, ով հարցեր ուներ Տեր Արամին, տվեց, կողքից նկարողներ կային, ես չեմ նկարել, բայց խնդրել եմ կողքից նկարողներին ինձ փոխանցեն դա։ 24 նյուզի լրագրողի հետ մի փոքր զրուցեցինք,
Սկզբում ես հեռախոսս պահել էի վիդեոյի վրա, որպեսզի հենց մի հատ այդ հարսանիքի բանը փորձեմ կադր հավաքել, բայց հենց չէի նկարում։ Ինքը այս կողքս էր կանգնած, կարծես թե թաքուն ես իրան եմ նկարում, ասես պարոն Սարգսյան, կարող եք թաքուն չնկարել։ Ասի Ազիզ ջան, ես թաքուն բան անելու համար պիտի քեզանից շատ վախենամ, ինչ որ չեմ կարծում ես բային դες բան կա, բայց դες մատերս չեմ շարժել, չէ՞, ասես չի, ասի դե խնդրում եմ մի հատ մոտենաս։ Մոտեցավ, ասում եմ ինձ ցույց տու, որ քեզ նկարում եմ հեսա։ Մի խոսքով հասկացա, որ սխալվել է, բայց ամեն դեպքում աղջիկ էր, գիներ, չուզեցի շատ ուրիշ բաներից խոսենք, ու սկսեցինք զրուցել։ Մի քանի հարց տվեցի իր մոտեցումը հասկանալու համար։ Կաթողիկոս Կոչեցյալ Կտրիշ Ներսիսյանի բանը, այս Պղծազանի, ինչ էր անունը, դրա գործունեությունից սա մի խոսքով ամեն կերպ վակրուկ դահոկալա ինչ որ պատասխաններ էր տալիս, ասում եմ, բայց լրագրող ես, չէ՞, ասեմ, քեզ չի հետաքրքրում, թե սպասում եք ձեզ առաջադրանքն գնանք։ Մի խոսքով մի քիչ զրուցեցինք, միջև սկսվեց հարսանիքը, հարսանիքից հետո Տեր-Արամը պատրաստակամությամբ բնականաբար հարցազրույց տվեց, կողքից էս երիտասարդը խոսեց, պարզվեց ընդեղ մի երկու հոգի էլ կա։ Այս երիտասարդի ու նրա ավակ ընկերոջ հետ մենք ավակ ընկերոջը ես իհարկե մենք տեղը բերել էինք ՊՊՑ գնդի գրավման հետ կապված, հա։ Ու արդեն մի քանի բար զրուցել էինք, ասեմ, որ մենք այնտեղ ատելությամբ ու թշնամանքով չենք հասմիկ գնել այսօր այդ կանոնայնություն չկացես, գնել ես էլ չեմ հասկանում, միտքս ավարտեմ կանդրադառնանք, հա։ Ուրեմն թշնամանքով մենք ոչ մեկի հանդեպ այնտեղ լծված չենք էլի, սկսում այդտեղից, հա, դες շատ խորքային հարցեր ա տալիս, այս տոնը հարց ա տալիս, թող հարցնան պատասխանեն, ինչ ա եղել, բա քահանան նաև դրա համար է, հա։ Հետո արդեն աղոթքի ժամներ ու պիտի մտներ աղոթքի, խնդրեց կարճ կապել, որ մտնի աղոթքի, այստեղից մեկը, սոս մի հատ բեղ միրուսով մեջքին ձեդո բաբոն խփած, հա, ով նույնպես նկարում էր, հանկարծ ակտիվացավ, իսկ ձեզ ով ա ձեռնադրել, բան, սենց բան ձևերով մտավ, բան, ասինքն մի հատ մի րոպե տղա ջան, հա, Տեր-Արամը գնաց իր աղոթքին, մեկն էլ կար այնտեղ, հա, մի հատ յոլոպուկի կար, Արա ընտանիքիներից հետ գալիս եք ավել պակաս բաներ եք խոսում։ Դուք ձեր ընտանիքին չեք հարգում, այդ գյուղի մարդիկ ոնց որ ձեր ընտանիքին ավելի են հարգում, քան դուք, էլի։ Մենք պեղծի հետ աղոթելու չունենք, ասենք ինչ ասելու բանը, բա որ այդտեղի ժողովուրդը լրիվ հակառակ կարծիք ունի, գյուղի ժողովուրդ, վերցնեն ու իրանց ունեցած բանը գերեզմանատունը մեծացնեն մի փոքր։ Դες որոշում կան, ինչների տա պետք, սա սպառնալիք չի միջայլոց, չեմ ասում հենց իրականացում, այլ դրսելի ասենք ընտանիքով ես։ Ամեն դեպքում սա թռավ, որ մի երկու բան բարձրաձայն լսեց, իսկ ես մյուս Արցախը մեջքին, ձեդո բաբոն մեջքին խփած համովին կանգնացրեցին։ Սկսեցինք զրուցել։ Ասում եմ դու ծառայող ես եկեղեցու, դե դեմքը նման էր։ Ասեց ես դպիր եմ, թե ինչ եմ սարկավագ եմ, ասեցի լավ։ Դե այնտեղ Փաշինյանի անուն էր տալիս բան։ Ասում եմ բա ինչ ա եղել։ Ձեռնադրումից ես հարցնում։ Մի քիչ խոսակցություն գնաց։ Սա սկսեց իրաց գիտահետազոտականով խոսել։ Մի քիչ զրուցեցինք, ասի դե հիմա էլ լսի ինձ որպես քաղաքացի, ես էլ իմ հարցերը տվեցի համեմատական տանելով բաներին, նրանց վարքի ու բարգի հետ եւ եկեղեցու կանոնների հետ, որոնք որ պիտի որ ազդում են բոլորի վրա։ Սա սկսեց լայ, ասի լավ, արի ստեղ մի քիչ աղմուկ ենք անում, ներսում աղոթողներ կան, դուրս գանք մի հատ եկեղեցուց։ Ու դուրս եկան բանում էլ այդ այնտեղ ռեշոտկե կա այդ կողմում կանգնած խոսում ենք։ Խոսքի մեջ այնպես գնաց, ասում եմ, պես հիմա դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Հա ինձ հարցնում ասում է դու որ համայնքի ներկայացնում, ինչ որ համայնքում կաս, ինչ որ համայնքում ես չեմ հասկանում ինչ ասում։ Մեկ էլ ասում դու մկրտված ես, ասում եմ հա ես մկրտված եմ, փոքր ժամանակ եմ մկրտվել։ Իսկ բան ոնց են ասում դրան։ Դու այդ բարը լավ օգնած եմ, մտիցս դուրս եկա։ Օրինակ լեզվից ծերին հաղորդության գնում ես, ասում եմ Ախպեջան, փոքր ժամանակ մի երկու անգամ գնացել եմ, 2000-ականներից սկսել եմ ամեն օրով այնքան բան տեսնել, ու իմ գործն էլ նենց եղել, որ բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել, ներսից եմ շատ բան տեսել, էլի, այնքան բան եմ տեսել, որ հասկացել եմ, որ ինձ Աստծո հետ կապի մեջ միջնորդ պետք չի, ես իմ Աստծով տենց։ Հա, փաստորեն դուք համ բան չեք արել, այդ բառը ոնց էր։ Համ էլ հիմա խոսում եմ, հա, հիմա էլ Տեր-Արամը իմ մեջ հավատացյալին է զարթնացնում։ Հենց հիմա այս երրորդ օրն է, ես արդեն այսօրվա դրությամբ մտածում եմ, որ ամենակիչ ամիսը մի անգամ ես այնտեղ պատարակի գնամ, որովհետև շատ հաճելի է իրենց զրուցել, ու մի հատ դրվագով կասեմ։ Մի խոսքով։ Ու այդ խոսքի մեջ ասում դու Հայաստանի քաղաքացի ես, ճիշտ, հայրս աղմիկո։ Ու ինչ ասում։
Ասում եմ, դու Փաշինյանի անունը տվիր ներսը բացասական իմաստով։ Ես ռեակցիա չտվի, որովհետև դու քո կարծիքը ես չեմ ուզում պարտադրել քեզ իմ կարծիքը։ Բայց արի դու հələ պարտադրելու տեսանկյունից, որ մի երկու գիրք կարդացել ես Աստվածաշնչում, չի նշանակում էլի, բանուն ես։ Ասում եմ, նա թել ասա։ Ասում հա, ունենք ինչ ասում։ Սա Սարգսակվագ է, թեմում կարծեմ, ու ինչ ասում, Գևորգ անունը։ Ուզում եմ միտքը շարունակի, ասում եմ, բայց ես կարամ այդ անձնագիրս ցանկացած դեպքում պատրեմ գցեմ։ Ու ուզում եմ միտքը շարունակի, ասում եմ, մի րոպե, ինչը պատրես գցես։ Ասում եմ, անձնագիր է։ Ասում եմ, հետո ինչ ես անելու, դու ասում եմ, իմ համար այդպես կապրեմ։ Ասում եմ, ապեր ջան, դու գիտես, որ սա պետություն է, ու երբ որ դու ունես անձնագիր, դա որոշակի պարտականություններ ու պարտավորություններ է ներառում, ըստ բոլորիս համար ընդունված սահմանադրությամբ։ Եվ պետությունն էլ քո հանդեպ ունի պարտականություններ եւ պարտավորություն։ Հիմա դու այդտեղ մի հատ աղբյուր կա, պուլպուլակ կար 20 թվականի տղերքի հիշատակին։ Ասում ես աղբյուրից ջուր խմեցիր, բայց այդ տղերքը իրաց պարտականությունն են իրացրած եղել նաև քաղաքացիների ու պետության համար։ Որ ինչ նշանակում է паспортս կարամ դες պատրում, դու ոչ թե կարաս ճղես, դու աթեն ճղել ես ազնագիրդ էլ ամեն ինչը դել, դու ով ես, դու ո՞ց կարաս դες բաներ խոսած ու գացել ես որ բարոյախրատական բաներ կարծես։ Մի խոսքով մի քիչ բարձրտոնով արդեն խոսակցություն գնաց, բայց կոպիտ բաներ չի եղել, հավատացնում եմ, ոստիկաններն էլ կանգնած, ասում եմ, ես էլ ոստիկանները հենց հիմա իրանք քո անվտանգությունը եւ իմ անվտանգությունը հսկում են, որովհետեւ դու անձնագիր ունես, եւ մենք քաղաքացի ենք, որովհետեւ մենք այս մարդու աշխատավարձը տվել ենք դրա համար։ Մի խոսքով, ասես մի հատ պատմություն, այնտեղ մարդիկ էլ ամեն մեկը իրանց ասելիքը ասեցին, բայց այն ճամփեցին գնաց, ասում կել գնա դուստերից, դու ով ես, ի՞նչ աշխատում անձնագիրս կարամ պատրեմ գցեմ։ Դու ով ես, դու հարգանք չունես քո պետության, քեզ հատկացված այն փաստաթղթի վրա, ըստ որի դու այդ պետությունը քոնն է, դու էլ այդ պետությանն ես։ Հասկանում եք։ Այսպես մարդիկ են արա ներսում լցված ու եկել մեզ խելք են բարձրացնում, վստահաբար ինչ-որ ստատուսներով են փորձում հարցը հայ լինելը չի, Միշա ջան, գրել ես իր անձնագիր ճյուղը հայ չի կարող լինել։ Ոչ թե հայի ռուսի վրացու մասին է խոսքը։ Այլ պետության կա, դու պետություն, դու կրում ես քո մոտ պետության մի մասնիկը։ Դու ո՞ց կարաս էդի ճղես։ Ուզում ես եղի վրացի ու վրացի լինելով հանդերձ Պորտուգալիայի քաղաքացի։ Դու այդ անձնագիրը որ ճղում ես, դու շատ բաների վրա ինքդ խաչ ես քաշում։ Դու անարգում ես։ Ո՞ց կարաս դու դիժես դու։ Հրաժարվում ես գնա, ես շատ գիտեմ ինչ ուզում ես արա։ Ասենք սես բաներ կա, ու այս մարդիկ մեզ խելք են բացատրում, հասկանում եք, ժողովուրդ ջան։ Մի խոսքով ճամփինգ գնաց։ Ասեմ, որ պետք է շնորհակալություն հայտնեմ Հայկին Ավակյան, մեր Դավիթին Օհանավանքի, էլի շատ ընկերների, ովքեր որ այսօր ում ջանքերով ոչ եւ մասնագիտական աչքով ծանոթություններով ստացվեց, որ կարողացանք հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը շատ մարդ կլինի ու հնարավոր է եկեղեցում բոլորը չտեղավորվեն, դրսում բարձր ձայնով գոնե լսվի ժամերկությունը ամեն ինչը, հա։ Ու այս մասով տղերքը բավականին աշխատանք տան, ստացվել է, ինչ ստացվել է համեստ միջոցներով եւ այլն։ Կուզեինք մոնիտորել, դնենք ամեն ինչ անենք, բայց դա հնարավոր չեղավ։ Ամեն դեպքում Դավիթն էլ այդ գյուղի այդ տղեն էլ ամեն ինչ արեց, որ գոնե իշավոտնիկներ մի քանի հատ ճարեն դնեն, որ մարդիկ կօգնեն, չնայած սիրուն նստարաններ կա այնտեղ բավականին, բայց քանի որ շատ մարդ է լինելու, հնարավոր է եւ անհրաժեշտություն լինի։ Մի խոսքով, այսպեսի բաներ։ Սրան բացատրում եմ, ասում եմ, ապեր, նայ, քո սրբազանը այն անձնավորությունը իմիջայլոց Տեր Արամին ինչի են կարգալույծանում բոլորս գիտենք, բայց թղթի մեջ ուրիշ ձևակերպումներ է, էլի գրած, ու դրանցից մեկը այդ ոնց են ասում, բթնոց են ասում ինչ, մերոն ինչ մեջ որ լսում։ Երեխան ձեռը տանում է դրան, մկրտող երեխան։ Տեր Արամը չի կոպիտ հետ քաշում, հանգիստ թողնում է մի երկու վայրկյան երեխան, հետո վերցնում է հետը խաղալով բան։ Պարզվում է պղծել է նա դա։ Չպիտի դուք ստեղ նայեք, այսպեսի բաներ, լավ է իրանց հարցն է, բայց այն որ քերակնգա հետ ինչ ուզում անում են, այնի հելը պիտի ապացուցվի։ Ամբողջ գիշեր այդ մտքերից, այդ նյարդերից իսկապես շատ ուշ քնել, առավոտյան շատ շուտ զարթնել եմ, 4-ի կողմերներ քնել եմ, առավոտ 7:30-ներ զարթնել եմ։ Չեմ կարողացել քնել։ Ու այսօրվա դրությամբ այս արշակը ում ավազանի անունը չգիտեմ ինչ է, դիվանապետն է, սա այդ բաների տակ ստորագրողն է եղել, այսինքն ինքը վավեր սրբազան ու դիվանապետ է,
Իսկ Տեր Արամը բան չի, էլի, կարգալույց պիտի լինի։ Բացատրում եմ, ես Գևորգին էլ, ասում եմ նայի, ով որ ձեռնադրում է ձեռնադրման ծիսակատարությունը, ծիսակարգ է դա ծիսակարգ է։ Բայց այնտեղ լինում են հավատացյալներ, ովքեր որ հարցին ի պատասխան 3 անգամ կանչում են հարց է տրվում, արժանի եք համարում, որ նա բանի 3 անգամ պիտի ասեն արժանի է։ Այսինքն այդ ու եթե մեկը հանկարծ ասի, չէ, գիտեք, չէ, կանգնում է ծիսակարգը, այդ ծիսակարգը կանգնում է։ Ասում մարդիկ կանչել են ձեռնադրելու ծիսակատարությանը ուղեկցող արժանիքը տվել են այս մարդիկ։ Դուք այս մարդկանց ասածը վստահեցումը, որ արժանի է, դա դնում եք մի կողմ, չորով կարգալուց եք անում։ Այսպես եք կարծում ճիշտ է։ Ում եք արհամարում։ Գիտեք ինչ, երբ որ ասում ենք հավատացյալ հոտ, ես խնդրում եմ այդ գառներին, ոնց որ պատկերացվում է, Գրիգորիկ իմաստով, չխառնել ձեր իմացած խորքային անասունների հետ։ Լավ։ Չխառնեք, ասենք հոտ, չասեցինք անասուններ են այնտեղ։ Ինչի տեղ եք դրել այդ մարդկանց։ Նս թքած ունեք, 2-3 հազար ծուխ բանա ունեցող գյուղ է, հսկայական։ Կյանքում երևի մոտիկից այդքան մարդ ձեր Կտրիշ Ներսիսյանը տեսած չլինի։ Մի հատ չի ուզում այդ տեսակ հանրային հնչեղություն հելած թեմայով անձամբ գա գնա այնտեղ ու իր բանը ասի։ Չի ուզում։ Ումա ինչի տեղ դրել։ Հիմա գամ Տեր Արամի մի երկու պատմության ժողովուրդ։ Նստած ենք, մի հատ գրառում եմ արել։ Ձեն տվեց, այս տատին ասեց, գնել ասեց, տեսնում ես այն ամուսիններին, երեխա գրկած մգնում էին եկեղեցի։ Ասում հա։ Ասեց 2 տղա են ունեցել։ Երկուսն էլ զոհվում են։ Դրանից առաջ էլի 2 եղբայր են եղել, որ զոհվել են։ Իմիջայլոց իմ այդ գրառման մեկնաբանությունով շատ շնորհակալ եմ, որ դուք եք հենց գրել եւ եղել է էլի տղա որ զոհվել է առհասարակ այդ համայնքից ավելի շատ մարդ է զոհվել ցավոք սրտի, քան երևի Ստեփանակերտցի։ Հա, բայց Աստված թող բոլորին երկար կյանք տա, ուղղակի դա գնահատել սովորեք։ Ու այդ մարդիկ նույնպես գրել են, որ իրենց հետ էլ նույն կերպ եղել ու եթե Տեր Արամը չլիներ, նրանք պարզապես կխելագարվեն։ Իրանք են գրել մեկնաբանություններում, ասելիք ունեք, մտեք ասեք։ Սա ձեր ֆեյքերը չեն եղել։ Ձեր ֆեյքերը չեն եղել։ Մի խոսքով, շատ մեծ դժվարություններով, բարդություններով այս մարդկանց ուշքի է բերում, ինքը լինելով ծանր վիճակում պատկերացեք եկեղեցում պահում է, իմիջայլոց հիշեցնեմ, Աչապահյանը մեկ ճշտել էր, եթե մկրտված չի չէր թողել եկեղեցում լիներ։ Չնայած որ այդ պարագայում Սրբազանը կարող էր հենց այդ պահին արյունով մկրտել ու դնել եկեղեցում։ Կարող էր դա անել։ Ու նման կարգեր կան, դա էլ եմ ինձ պատմել, բացատրել։ Ես ինքս շատ բան ես ընթացքում եմ սովորում։ Ոչ միայն այս վերջին տարիներին։ Իսկ այստեղ են տուն։ Ես չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, բայց այսօր մեկ էլ անես մի հատ բան ասեց, ես չեմ պատկերացնում ուղղակի։ Ու ես հասկանում եմ, որ անհնար է Տեր Արամին այնտեղից հանեն դուրս։ Անհնար է։ Ուրեմն ամեն ինչ անում է, այս մարդկանց նախ բերում է մի քիչ բան վիճակի, որ չխելագարվեն, ուրիշ ոչ մի բան չունեն, այդ երկու տղերք ունեն, ոչ մեկ չունեն։ Հետո կարողանում է բերել այն դաշտ, որ գուցե անհրաժեշտ է որ երեխա ունենա։ Հիշում եք բանը Շուշան Պետրոսյանը ոնց էր զարմանում, ապշում ու sense նյարդային վերաբերվում նրանց, ովքեր որ ворթեկորույս էին ու որոշել էին, որ իրենք պիտի հանուն դրա հենց էլի երեխա ունենան։ Հիշում եք ոնց էր նա փնովում։ Սա հանրապետականների դեմքը զուգահեռ բաներ կա զուգահեռ հիշացնեմ, էլի որ հա ուրեմն բայց ես դա չեմ ասում որպեսզի դուք ատելություն սերման, չէ՞, այդ մարդը տենց է մտածել կարող է այդ բանը նյարդայնացած եղել, Աստված իր այդ։ Ուրեմն հասել է նրան, որ համոզել է դրանում, հետո հայթայթել է միջոցներ, օգտագործելով իր կապերը, իր շրջապատի կապերը, գյուղացիների կապերը, շատ զգուշորեն քայլ առ քայլ, զգուշորեն բերել հասցրել այդ կետին, որ ծնվել է այդ երեխան։ Հիմա ես ուղիղ հարց եմ տալիս բոլոր նրանց, ու ուղիղ հարց եմ տալիս անձամբ Կտրիչին Ներսիսյան, ովքեր որ իրենց պաշտոնական էջի գլխամասում բան էին գրել, որ խաղաղության օրակարգի հետ համաձայն չեն, առնվազն գրել էին, որ իրենց Էստոնիայի Սրբազանը ով խաղաղության համար աղոթում է, չի կիսում իրենց կարծիքը։ Հիմա հարց եմ տալիս. ում ամենաշատը խաղաղություն պետք։ Իմ կարծիքով այ հենց այդ երեխային։ Ու լինելու է այդ խաղաղությունը։ Ում ավելի շատ հայրենիք ու պետություն պետք։ Իմ կարծիքով հենց այդ երեխային։ Ու դա կա ու ավելի լավն է լինելու։ Ինչ որ խնդիր եք տեսնում այստեղ։ Ու այդ երեխու լույս աշխարհ գալը
Այո, Տեր Արամով է եղել նաև։ Ու այդ մարդիկն ասում, ես կարող մեղմ եմ հիմա ասում, որովհետև չեմ ցանկանում ստացվի, որ ես Տեր Արամի գովքով եմ զբաղվել, բայց չէ, ես չեմ կարող չներկայացնել այն, ինչից որ ինքս ազդվել եմ։ Ես այս կարճ գրառումը արեցի ու այնտեղ այն մյուս երկու եղբայրների ծնողները գրեցին իրենց պատմությունը ու ասացին, որ մեր հետ էլ է այդպես եղել ու իրանք կխելագարվեին պարզապես, եթե Տեր Արամը շատ զգուշորեն ու ճիշտ մոտեցում չցուցաբերեր ու չփորձեր նրանց հանել այդ վիճակից։ Իսկ ինչ էիք անում դուք, սրիկաներ, ասեմ ու հիշեցնեմ ինչ էիք անում։ Դուք այդ որդեկուրից ծնողներին իրենց ցավի մեջ ասում եք, «Էս ինչն է մեղավոր, այն ինչն է մեղավոր, իզուր են զոհվել, քո զավակը իզուր է զոհվել»։ Դուք չեք թողնում այդ մարդիկ շունչ քաշեն։ Դուք քոչարյանական սրիկաներ, դուք ձեր քարոզարշավը իրականացրել եք հենց այդ կադրերը անընդհատ դնելով։ Եթե մոռացել եք, ես մի օր կհրապարակեմ նորից, որովհետև այդ ժամանակ գուցե դուք այլ կերպ եք դիտում, դուք հիմա պիտի տեսնեք, թե դուք ինչ եք արել այդ ժամանակ։ Ու այսօր դուք որոշել եք ասել, թե ո՞րն է եկեղեցի կոչվում, ո՞ր է եկեղեցի չի, ով է կարգալույց, ով չէ, կարգալույցը Հանրության կողմից հանրությունը հավատացել ժողովուրդը այսօր ասում է, որ արժանի չէ Կտրիչ Ներսիսյանը ու արժանի չեն այն սրբակցազանները, ովքեր ստորագրել են այդ թղթի վրա, արժանի չեն ու ուստի կարգալույց եք ու վերջ։ Դուք կարգալույց եք, դուք որևիցե մեկին չեք կարող կարգալ ճանաչել, այսքան բան ու այդ օրենքները բոլորիդ համար առաջինը դու ես դրա կրողը Կտրիչ Ներսիսյան, հասկացար թե չէ։ Ու դու կհասկանաս դա, դու դա կհասկանաս, ինչքան ուզում եք, սաթիկ նյուզերով պատերազմ էիք հայտարարել, դեռ Մարմաշենի ժամանակներից, ու այդ պատերազմը շարունակում եք, դուրս ես եկել այդ վերբալներին, բանի, լրագրող կոչեցյալներին, ովքեր միկրոֆոնով սրան նրան են խփում, փորձում են սադրել վեճի վերածել, դուրս ես եկել նրանց հայրական, չգիտեմ, բան ես, զորակցություն ես հայտնում, ես այդ չես, այդ ճղճիմ, այդ ճղճիմ պիղծ չարիք, դու այդ չես, քո գործողություններն եմ քեզ ցույց տալիս, ինձնից բան չեմ հլարում։ Ոչ էլ իմ իմացածն եմ հələ որ ասում, ես ասում եմ քո գործողությունները, դեռ որպես իբր կաթողիկոս, իսկ եթե ես հանկարծ սկսեմ շատ ավելին ասել, դու հաստատ տակից բոլորը դուրս կգաք, եթե ես հանկարծ հենց հիմա մի հատ հարց տամ, թե դու ինչ գործ ունեիր տարիներ առաջ, գիշերվա ժամը 3-ին, գրեթե ամեն օր Զեյթունի աղջիկ երեխաների հանրակացարանում չկներեք, բանում, որբանություն, որը իբր եկեղեցու տնօրինման տակ էր։ Դուք պատկերացնում եք, եթե ես սկսեմ ձեր վերբալ լրագրողների նման մեկնաբանություններով իմ կարծիքը իմ ուզած ձևով հայտնելը, թե դուք ինչ կլինեք արա։ Դուք հասկանում եք գոնե, թե ժողովուրդը ձեզ ինչ կանի, եթե ես ցանկանամ, որպեսզի ժողովուրդը ատի ձեզ։ Եթե ես իմ եթերը կառուցեմ ատելության խոսույթի վրա, դուք հասկանում եք ձեր այդ ինչ կպատահի։ Շատ բաներ կան։ Շատ, ու այո, ասելիքներ ունենք, պարզապես ցավոք սրտի, մենք գիտակցում ենք, որ դա կարա նաև վնասի մեր եկեղեցուն, ու չենք ուզում ենք այս վիրահատությունից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք, եւ սկսենք հետ օպերացիոն շրջանը, ապաքինման եւ ուժեր հավաքելու շրջանը, բայց դուք ամեն ինչ անում եք եկեղեցին ավելի ու ավելի պղծելու, դուք ամեն ինչ եք անում այդ ուղղությամբ։ Հիմա դուրս է եկել քո դիվանապետը, պղծազան արշակը, ասում է դե նայեք, չի հերքում, ժողովուրդ, նայեք իրա ինտերվում, չնայես նայել եք, չի հերքում, բայց չի ասում եք ես չեմ արա, դե գիտեք կարող է հնարավոր է, դե ես հիմա չեմ կարող մի անգամից համապատրաստից սատերը ուղեղը չի գալի, թե ոնց արտանոց, ասում արհեստական բանը հիմա հնարավորություններ կան, չգիտեմ, ինչ որ կերպ իդենտիֆիկացնել ինտենք ու դնել ուրիշ բանի վրա, կան տենց հնարավորություններ, ոչ մեկ չի ասում չկա, բայց նման հանրային հնչեղություն ստա, եթե իմ հետ լիներ, ես այդ զապիսը կվերցնեի, կգնայի ուղիղ քնչական, կասայի այսեն զապիս կա մի հատեսի արագ մասնագիտական ձևով ստուգում եք, հրապարակում եք անում, ու եթե հանկարծ սա այսպես չի, ձերբակալում եք բոլոր նրանց, ովքեր որ հնարավոր է սա տարածել են։ Որովհետև զուգահեռ այդ սարքելու տեխնոլոգիաներին կան նաև սարքածաթեչեն ասող տեխնոլոգիաներ։ Քիչ ես գնում այդ քայլին։ Ոչ որ Քոչարյանի ձայնագրությունն էր Պուտինին, հենց սարկացա, տարան մարդիկ 1000 տեղ ստուգել տվեցին, պատասխանը չպրծին Facebook-ում, ասին սարկած չի, օրիգինալ է։ Հիմա դու, այդ սարկածը, այդ ես չեմ։ Սարկած աղբեր։ Այնտեղ մեկն էլ կա, ես գիտեք ինչ։ Անկեղծ հենց ծնգացել է Telegram-ը։ Ես տեսել եմ դա։ Մի բան մտածել եմ։ Չնայած այն մյուս տեսանյութերը չեմ դրել։
Այդ այն երկուսն եմ դրել, որտեղ որ մեր բաներ չկա, հա, շա։ Մտածել եմ, անգամ դա տեղադրեմ, թե չէ։ Մտածել եմ։ Իսկ արժի թե չէ։ Չէ՞ որ սա։ Ես իմ անձնական կյանք։ Հետո ասում եմ, ես միրա պերա։ Այս մարդիկ, երբ իրենց հարմար է, ասում են քրիստոնեության օրենքներով։ Երբ հարմար չի, ասում են քաղաքացիական օրենքներով։ Որպես քաղաքացի, այո, լավ բան չի, որ տարածես։ Բայց տներեք, ինչ է նշանակում կուսակրոնը, դու ես կուսակրոն կոչվում, արա, գնա քահանա դարի, կերական կատ մատիներ նշանի մատանի դիր բերտիս տունըտ, կեզով բան կասի, կոծի կատի մեզ մատուս, կերական գան նապրգում, աղբեր, մի կերին չկա, կերական գան նապրգում։ Սա ինչի մասին արես, ինչ եք խոսում, ընդ որում հետո նստած խոսում եք այլասերումներից, ես երկրի հակառակ կողմը, կարդացել եք երկրի հակառակ կողմը գիրքը, կարդացել եք, և բոլոր են մանիպուլացվողներին եմ ասում, իսկ դուք կարդացել եք, վերնագիրը այդ գրքի մասին ասում է երկրի հակառակ կողմը, այս իրավիճակի, այս խոսույթի, այս ձևի, այս բանի հակառակ կողմում ինչա կատարվում, ստեղ հայրենասիրությունն ու ավանդական ընտանիքը, բայց իրականում այստեղ ինչա կատարվում, կարդացել եք, որ գնահատականներ եք տալիս, ու դրանով փորձում ես դու արդա, այսինքն քեզ բան են ասում, դու քո արևին փորձում ես բերել ավելի վատ օրինակ, որպեսզի հանկած որ քոնը խամրի է այնտեղ։ Ես հեսա գրառում կանեմ կարճ նախադասությունով, ու այդ գրառումս ասեմ ինչա լինելու։ Ես այս պղծազանին որակում եմ որպես վանդալիստ, նա վանդալ է, որովհետև նա պղծել է իր քեռու իշատակը, ինչքան որ ես տեղյակ եմ, քեռին մահացած է։ Կարող է սխալ եմ տեղյակ, եթե մահացած չէ, ասած երկար տարիների կյանք, դա այս ամեն ինչ հետո կարենա հաշտվի, չգիտեմ, կարենա թե չէ, բայց ասել են մահացած է։ Եթե մահացած է քո գործողությունները վանդալիզմ են հասկանում ես բնորոշվում, դու պղծում ես քո քեռու, գիժեք դուք արա, ու դուք խոսում եք ինչ-որ արժեքներից եկեղեցուց, դուք խոսում եք այն երիտասարդ քահանայից, արա, չէ, չեմ ասի ես բանը, կներեք չեմ ասի, ուրեմն այսօր մի դրվագ եղավ, մի հատ մեկը լրագրողներից, դե սրանք հա փոխվում են, էլի ջոգել են, որ ընդեղ ենք, հա, օրը մեկին ուղարկում են, հետո մյուսին են ուղարկում, բան, մեկը եկավ իր օպերատորի հետ, նենց էլ արտազույց չվերցեց, եկավ ֆշշեց, ելավ գնաց, ու հերթական անգամ կողմնովից ֆշշնելով ուզեցավ անցնից, թարախ հայացքով, ոնց որ նենց եղավ ես ու Տերարամը բռնեցինք իր այդ հայացքը, ու գնացս բանով նայինք իրար սենց արես, գնել նորմալ է, այս լավ է, ասում ինչն է լավ, ասես չարությունն է մեջից դուրս գալիս, դուրս է գալիս, չարությունը հոժ ժպիտով չի դուրս գալիս, հետաքրքիրներ, նա ընդունում էր, որ այդ մարդու չարությունն է մեջից դուրս գալիս, ոչինչ, թող իր վրա դուրս գա, կարևորը դուրս գա, մեջը չմնա։ Հիմա անցնենք մի երկու դոկումենտ կարդալու։ Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունն է, Արա Զորաբյանն է հրապարակել։ Հայաստանի Էնվին Արա Զորաբյանը, ով շատ լուրջ դեմքի արտահայտությամբ իր ողջ իրավագիտական գիտելիքներով իմիջայլոց փաստաբանների պալատի։ Բայց ես բան, ես ասում մոռացել էի, հիշեմ, էլի, որովհետև մի երկու տարի այդ պահանջանոթը ձևակերպում էի։ Հիշում եք, որ ասում էի ինձ մոտ գրասենյակ հասարակական կազմակերպության գալիս են քաղաքացիներ բազում, Արա Զորաբյան, խնդրում եմ, սա դու էլ լսես։ Բոլոր ժամանակներում դատական գործերով եւ այնպիսի վճիռներով, որ իմ իրավաբանները նայում են, չեն հասկանում այդ ինչա կատարվել։ Պարզապես չեն հասկանում ինչա կատարվել։ Իսկ նրանք հավատացեք աշխարհի Հայաստանի վերջին իրավաբանները չեն, լավ։ Հա։ Ու ամեն անգամ պարզվում է, որ փաստաբանների պալատի տրամադրած փաստաբաններն են եղել։ Հիմի, այս փաստաբանների պալատին, որ այսքան արտոնություն է տված, նրանք ֆինանսավորվում են ինչով։ Պետության փողերով, չէ՞ իմ կարծիքով, վրոձի ինչ-որ բաների համար, ու հասարակության որոշ խավի համար։ Արա Զորաբյանը այդ կառույցում է։ Այս լկտիությունները չի տեսել, ինքը արդարադատության սիմվոլն է մեր երկրում։ Հիմա իշխանություններ հարգելի, մեռանք ասելով, թույլ տվեք ստեղծվի մրցակցություն։ Դուք փաստաբանների պալատը չեք կարողանալու փակել ամենայն դեպս հիմա։ Չեք կարողանալու։
Ոչ չեք կարողանալ, որտեղ իրանք ուժեղ են, չէ, իրանք ուժեղ չեն։ Բայց չեք կարողանալու, շատ չխորանանք։ Գոնե առայժմ չի ստացվելու։ Թողեք հնարավորություն, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվի երկրորդ պալատ, երրորդ պալատ, որտեղ որ մրցակցություն կառաջանա։ Ու վստահաբար ծառայությունների որակը հնարավոր է բարելավվի։ Ես ճիշտ ասած այս ամեն ինչի մեջ ձևակերպումները լավ չգիտեմ, բայց կխնդրեմ, որպեսզի այս իմաստով հատկապես մեզ հուշեք, մենք ճիշտ ենք մտածում, թե չէ։ Մի կարդանք։ Հա, սա նստած էր Արշակի կողքը այդ պղծազանի շատ հին վիդեո կա, շատերը տեսել եք, ով խոսում էր, թե յուսերվեր շանսունները ոնց են այլասերում հասարակությանը, ինքը լինելով ասու այդ ուխտը խախտած ու շնանցած լինելով, հենց նոր է, ու Զորաբյանը իր փաստաբաններն այդ եկեղեցու փաստաբան։ Գնացինք։ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու արագացուցնի թեմի ներկոնոշալ հոգևորականներս հայտարարում են, որ ոստիկանության ծառայողների միջոցով 3:24-10-25 թվի տարբեր ժամերի, այդ թվում ուշ երեկոյան, գիշեր, մեզ են փոխանցվել քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանոթագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 25 թվի հոկտեմբերի 26-ին Կիրակի օրը ժամը 9-ին առավոտյան նույն քրեական վարույթով ներկայանան քննչական մարմին Երևան քաղաքում։ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության և Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի և խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իր պետությունն իրավունք, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Այսը վերադառնանք։ Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր Կիրակի մատուցում է Սուրբ եւ անմահ պատարագ բոլոր գործող եկեղեցիներում։ Մենք յուրաքանչյուրս 25 թվականի հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ պատարագ ենք մատուցելու եւ այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգեվոր պարտականությունները եւ կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ հաղորդության։ Ոյ։ Բացի այդ բոլորս որպես վկա հարցակնությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային Կիրակի օրը մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը, քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար։ Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ։ Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ են անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես առնվազն 2 օր առաջ ցանցանցելով հարցաքննության մասին։ Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։ Միաժամանակ մեր անհանգստություն ենք հայտնում քննչական կոմիտեի վերոհիշյալ վարկագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մաս թողնել առանց Սուրբ եւ անմահ պատարագի եւ տերտերների անուններն է։ Հիմա ասում եք ինչ իրավունքներ կային այստեղ, ասում եք պետություն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Եկեղեցու ներքին կյանքին, չէ՞։ Գիտեք, օրենքը օրենք չի, եթե դա բոլորի համար չի գործում, բոլոր կողմերի համար, հա, որովհետեւ դուք ոնց հասկացա, անգամ սահմանադրական օրենքի մեջ բերում։ Կարծեմ, ոչ թե կարծեմ, այլ ուղիղ ասեմ, եկեղեցին իրավունք չունի խառնվելու պետության կառավարման ներքին կյանքին։ Դուք տեղյակ եք, չէ՞։ Չի կարող միջամտել։ Տեղյակ եք։ Իսկ հրացած բան։ Նախ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին դուք ամբողջական անունը չեք տալիս։ Այնուամենայնիվ ինքը կրոնական կազմակերպություն է։ Այսինքն հաշվի առնելով տվյալ կրոնական կազմակերպության կազմած կանոնադրությունը, որը համապատասխանում է մեր քրիստոնեության հանդեպ ունեցած պատկերացումներին եւ ավանդույթներին, կնքվել է այդ պայմանագիրը, հա, ասես մինի բանով ասեմ, ով ում գործեր ինչքան օրվա խառնում, ինչքանով չէ, ով ինչ պարտականություններ ունի։ Այդ պայմանագիրը իրար մեջ կնքած առաջին խախտել եք դուք, բայց այդ կրոնական կազմակերպությունը, տվյալ կրոնական կազմակերպությունը ստանձնել է պարտականություններ։ Եվ ըստ իր ստանձնած պարտականությունների նա բուն հայոց առաքելական ավետարանական իր կրոնական գործունեությունն է ծավալելու, որի ներքին օրենսգրքով իրավունք չունի հայր սուրբը կամ սրբազան հայրը կամ կաթողիկոսը կամ եպիսկոպոս, arczepiskopos այս գիծը ուսակրոնները իրավունք չունեն ունենալ անձնական կյանք, իրավունք չունեն ունենալ սեռական կյանք, իրավունք չունեն ամուսնանալ։ Վերջ։ Չեն կարա։ Չէ։ Արես ոչ է, երբ ձեզ պետք է հիշում եք, թե ով ում գործեր են խառնվելու իրավունք ունի, ով ում գործերին չէ։ Օրինակ, ես կարամ հիմա գնամ, տեսեք, կրոնական կազմակերպություն բացեմ, անունը դնեմ կրոնական կազմակերպությունա, բան, հայերի առաքելական եկեղեցի,
Ցես նման մի հատ ոչ թե Հայաստանից, այլ հայերի առաքելական Սուրբ եկեղեցի։ Ու շատերի ուղեկը կտանեմ, չէ՞ այդտեղ, ահա։ Ու այդ անվան տակ ցես կանոնագրքով բան տանեմ, սա հաստատվի, բայց ես այդ անվան տակ ստեղծեմ վարձկանների խումբ։ Ու երբ որ գաք ինձ բան անելու, ասում մի րոպե, դուք մեր կազմակերպության ներքին կյանքին իրավունք չունեք, եք խառնվեք, արա։ Կարա տես լինի։ Չէ։ Հիմա այս արագածոտնի թեմի ղեկավարը կալանքի մեջ է։ Ու կան լիքը ցուցմունքներ, ու շատ հնարավոր է այս գնացողներից մեծ մասը այնպես է այդ թեմաների մեջ թաթախված, որ այդ ձեր չներկայանալու դեպքում հանկարծ ու բռնեն ու ձեզ ձերբակալ են տանեն։ Ասեն մի րոպե, բերման են գնդարկում ախներ։ Ձեզ այդ շոուն է պետք ապահովել։ Ով է հարվածում եկեց, վաղ պատարակը տեր արավն անելու։ Ու քանի որ դուք չեք կարողանում ձեր հավատացյալ հոտի, այսինքն դուք ձեր հավատացյալ հոտին դրել եք անասունի տեղ խորքային ու չեք կարողանում կառավարել նրան, դուք ավելի լավ է մի բան լռեիք անցներ վաղ օրը։ Բայց ոչ, դուք գնում եք բախումների, ինչպես որ ասողիկն էր ասել, ասողիկը, այն մյուս պիղծը, ով որ խոսում էր Էջմիածնի բակում արյուն հեղելուց, մոռանալով իր քրիստոնյա հեզությունը, պարտավորությունները հեզ լինելու։ Էդ եք ցանկանալու, չգիտեմ։ Ես անկեղծ ժողովուրդ ջան ձեզ ասեմ, մինչև երեկոյան եթերս ասել եմ, որ ես չեմ կարծում, որ բան կլինի։ Կարծում եմ խելոք կմնան վաղ օրը կանցնի։ Հիմա ես կարծում եմ, այսօրվա այս բաները թերթելով, ուսումնասիրելով, ես կարծում եմ, որ իրանց կապիկներին բերելու են լցնեն, այն Սյուզիա նման կապիկներին, հիմա ես դրան էլ կանդրադառնամ, բերելու են լցնեն, որպեսզի հասցնեն մարդկանց, շատ մարդ է լինելու, չէ՞, փորձելու են հասցնել նրան, որ հանկարծ որևիցե մեկը հունից դուրս գա ու ասես թրսիլլա տա։ Հասկացա՞ք, նրանց արյուն է պետք։ Քոչա Սերժա դաշնակա հարներին արյուն է պետք։ Արյուն չէ, էլի չեմ ասում կրակել, չէ, մի բան է պետք սարքել։ Ուստի նախ ես կխնդրեմ, որ հանկարծ ինչ-որ բան լինի, զսպեք ձեզ, առհամարեք, դուք մի հազարներով եք լինելու, իրանք մի 5-10 հոգով։ Առհամարեք։ Ինչ չեմ խոսացեք, եթե հանկարծ տես բան կլինի։ Ես վաղը պարզապես ցավոք սրտի եմ կրկնում, չեմ կարող։ Չնայած ոչ թե ցավոք սրտի, որովհետև նենցա որ ես նաև լավ բանի համար է որ չեմ կարող գամ, հա, բայց կուզեի այնտեղ լինեի ու չի ստացվում։ Ես չեմ կարող վաղը գալ։ Պարզապես չեմ կարող։ Լինելու եմ Ստեփանավանում։ Բայց ոչինչ։ Մենք դեռ շատ հանդիպելու առիթներ ենք ունենալու։ Շատ հանդիպելու առիթներ ենք ունենալու, որովհետև թողնել կտրիճի հեռացումը Նիկոլ Փաշինյան հավատացյալի վրա, ես կարծում եմ դա անշնորհակալ բան է։ Իհարկե լավ կլինի, որ փորձ ունեցող մարդիկ որոշակի համակարգված աշխատանքներ տանեն եւ այլն, բայց ամեն մեկը, սա ամեն մեկիս խնդիրն է։ Սա Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի։ Նաեւ նրա խնդիրն է, նաեւ մյուսների խնդիրն է, ու նաեւ իմ խնդիրն է, նաեւ ամեն մեկիս խնդիրն է։ Սա մեր եկեղեցու մասին է խոսքը։ Ու այսպեսի բան էր։ Ոնց կարելի է sense բան թույլ տալ, ինչ նշանակում։ Արա լավ չեմ ուզում անդրադառնալ, վատ բան է, անկեղծ եմ ասում վատ բան է։ Ու հիմա ինչ են ասում, անձնական կյանք, արա, ես Թագուհի Ղազարյանի գրառումը պիտի կարդամ, շատ դիպուկ է։ Իմիջիայլոց ես Թագուհի Ղազարյանին շատ եմ հարգում, շատ հետաքրքիր գիր է պատգամավորը։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ աշխարհիկ պետության մեջ բոլոր կազմակերպությունների, այդ թվում կրոնական մարդը իր կարծիքն է ասում։ Ներկայացուցիչների վրա պետք է տարածվեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու օրենքները։ Սա իմ համոզմունքն է։ Երբ ես ասում եմ, որ Տեր Արամի աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ես միաժամանակ նաև նկատի ունեմ, որ Արշակ Սրբազանի անձնական կյանքի անձնախլիության իրավունքը նույնպես պետք է պաշտպանված լինի։ Այն մարդիկ, որոնք երեք ինձ հակադարձում են, որ եկեղեցու վրա աշխարհիկ օրենքները չեն տարածվում, այսօր ուզում են պաշտպանել եկեղեցականին աշխարհիկ օրենքներով։
Միգուցե համապարփակցանք հրապարակեք աղյուսակի աջ կողմում նշելով, թե աշխարհիկ որ օրենքներն ու իրավունքներն են տարածվում եկեղեցականների վրա, իսկ ձախ կողմում որոնք չեն տարածվում։ Կամ ավելի հեշտացված տարբերակով կարելի է առանց սալուծոն ընկնելու հրապարակել այն մարդկանց ցանկը, որոնց վրա օրենքները չեն տարածվում։ Ես հույս ունեմ, որ մենք բոլորով կհասնենք մի հանգրվանի, որտեղ համաձայնություն կունենանք առայն, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ իրավական պետության մեջ բոլոր մարդկանց վրա տարածվում են նույն իրավունքները, պարտականությունները եւ օրենքները։ Տեսեք, ինչով եմ ես համաձայն։ Որովհետեւ այո, քաղաքը Արշակի Ավազանի անունը չգիտեմ, կներեք, ասենք թե Պողոս Պողոսյան, հա։ Այս Պողոս Պողոսյանը, ով կարելի լինի նույն Արշակը, ասենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Որպես քաղաքացի, նրա իրավունքները պիտի պաշտպանված լինեն։ Անձնական կյանք է դա դառնում, որպես քաղաքացի։ Եվ հետո նոր կրոնական կազմակերպությունը իր ներքին բաներով, օրենսդրությամբ կարա դատի այդ մարդուն կարգալույծ անի, թե չանի, որը կարելի էր, թե չէր կարելի։ Այդ հարցը չպիտի դատարանը որոշի, այդ հարցը եկեղեցին իր մեջ որոշի։ Անձնական կյանքի հարցը, այո, դատարանը պիտի որոշի։ Այս պարագայում համաձայն եք, բայց Տեր Արամի պարագայում համաձայն չեք։ Դες չի լինում։ Տենց չի լինում։ Ես համաձայն եմ։ Ես որ ասում եմ ինքը չունի իրավունք անձնական կյանք ունենալու, ես ասում եմ չունի իրավունք անձնական կյանք ունենալու որպես սրբազան, ոչ թե որպես քաղաքացի։ Ուսա բոլորս ենք հասկանում։ Ասենք, օրինակ, բարեբարկության կանոններ գոյություն ունեն։ Ասենք թե մեր հասարակական կազմակերպությունն է, որի գործունեությունը հետևյալն է, ու այնտեղ այդ գաղափարի մեջ պիտի փորձենք բոլորս մնալ։ Ու ինչ որ մեկը այդ գաղափարները խախտում է։ Մենք կանչենք, ասենք լսի ցավտանը, ոնց որ ուշադիր չես եղել, բայց մենք չենք կարող այս ինչ բանը մեզ թույլ տանք։ Հա, մենք քաղաքացի ենք Հայաստանի Հանրապետության, ունենք իրավունք, բայց որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, այս ինչ բանը չենք կարող մեզ թույլ տալ։ Բարեվարկության մասին է խոսքը։ Երկու կկանչենք, երրորդ ասենք եղբայր ջան, հեռացի, դու էլ մեր հկեից չես։ Չէ՞, կամ քույրիկ ջան, հեռացի, դու մեր հկեից չես։ Չէ, ներքին կանոնադրությունն է դա, ոչ թե մարդու իրավունքների օրենսգիրքը։ Եվ բնականաբար միպի անդրադարձնել այս հարցին նույն ժանրից է։ Նույն ժանրից։ Այս Հայաստանի Հանրապետության գործող օրենսգիր։ Եվ այն Վազգենը Գալստանյան, ով այն տերորիստը, ով հիմա այդ գործով անցնում է։ Իմիջայլոց ինձ Բերդ համայնքի մարդիկ հետաքրքիր պատմություն էին պատմում։ Մի երիտասարդ ուսանողու հետ կապված։ Անցնենք։ Անցնում է քաղաքացիական բանով։ Ու երբ որ ինքը դատարանում վերակենում ասում է, այս ինչ է Վազգեն Գալստանյանը մեռել է, ես Բագրատ Սրբազանն եմ, այդպես չի լինում։ Իսկ կողքը նույն էս Արազորաբյանները սուսկուս նստած են։ Կամ այսպեսի մի հարց կա, որը նույնպես կարգավորվել է։ Դուրս է եկել, եկեղեցին ասում է, ինչքան եկեղեցի կա Հայաստանում դա իմն է։ Ապուշ արտահայտությունը ասում եմ լավ դե։ Չանդրադառնա։ Մեկ էլ աչքովս ընկնում է, որ ԿԿՄՍ նախարարության վերահսկողությամբ շարունակվում են Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները։ Մասնավորապես նորոգվել են արվության երկայնաբազուկների դամբարանի դուռը եւ պատուհանները, մաքրվել է հարավային պատի արտաքին ճակատը, բացվել է հենապատը, շարունակվում են տարածքի բարեկարգման տապանակարերի ուղղման աշխատանքները, իսկ Զաքարյան իշխանների դամբարան մատուռ տապանատան տանիքի նորոգումը կավարտվի 26 թվականին։ Տանիքը ժամանակավորապես կփակվի անջրաթափված ծածկույթով։ Ուսում մի րոպե։ Բա եթե եկեղեցունն է, ու եկեղեցին է տնօրինում, ու իրան է պատկանում, ու ես այդտեղ իրավունքներ չունեմ։ Ես կարամ իմանամ, ես խեմ փող տալիս, որ ես գործը արվի։ Այս ժամանակ իմ եկեղեցին է, բա մենք հայ ենք, բա պիտի արվի, հա, ցեցած կամ ոչ է ստացվում սենց։ Չեք զգում, որ մենք պարզաբանումների կարիք ունենք մոտավորապես։ Թե քաղաքական կենի ասացին, որ մի որոշ մասը եկեղեցա պատկանում, իսկ մեծ մասը պետությանն է պատկանում։ Եվ առհասարակ, երբ հա պատրաստվում համապատասխան կառույցը էջմիածնի հաշվետվություն ներկայացնել իր հավատացյալներին։ Երբ է պատրաստվում ներկայացնել ամսական հավաքվել այսքան գումար ծիսակատարություններից շնորհակալություն բոլորիդ հարգելիներս, որ որոշ ծիսակատարությունների համար դուք որոշակի զաբերություն եք մատուցում բանի գումարի տեսքով, ինչի հաշվին որ կառուցվում է, ահա այս բանը, չգիտեմ, եկեղեցին, որպեսզի Տաշիր Սամոյի նկար չկախեք այնտեղ։ Ինչի, կամ այս գումարները այս հանգանակությամբ, այսքան գումար հատկացվեց այսինչ մանկատանը, այսքան գումար, այսինչ հաշմանդամական խմբին, այսքան գումար, այսինչ վայրում ցանկանայինք այսքան էլ այստեղ հատկացնել, բայց առայժմ մեր հնարավորությունները սուղ են, բայց մենք դեռ ապրում ենք սիրով եւ չգիտեմ ինչ, ասես մի բան, երբ ենք տենալու։ Երբ ենք տենալու։ Դուք չեք տեսնում ինչքան եք վնասում եկեղեցին։
ձեր չհաշվետվողականությամբ։ Ու դուք ուզեք չուզեք պիտի գաք այդ դաշտ։ Կառուցողական դաշտ պիտի գաք, չեք կարա չգաք։ Իսկ կտրիչի օրեր են մնացել։ Հիմա չգիտեմ, սրան արժի անդրադառնալ թե չէ։ Խոսքը Սյուզի Բադոյանի մասին է։ Սույնը տեղադրում է երեկվա եթերով պատմել եմ, հա, ոնց են մտել ու դուրս եկել այդ սենյակ, տեղադրում է այդ ֆոտոն կամ վիդեոն ու գրում է հետևյալը. «Էս էլ ձեր տեր Արամը Ալենի քֆուրչի գնելին մցրել է քահանաների սենյակ, սա է սրա ախրանան Հովանավանքում, ֆու»։ Սյուզի Բադոյանին իհարկե ես պատասխանել եմ, բայց մի հատ էլ բանավոր կցանկանայի։ Դու քո նմանները պիտի գնաք մտնեք կտրիճանմանների ամորձիների տակ ու քորեք։ Բայց գուշ լինեք, որ չեմ էլ ուզում խոսքս վերջացնել։ Գնելը, եթե քֆուրել օգտագործում է նրանց, ովքեր որ ինքնուրույն վաստակել են դա, գնելին քրֆելով։ Այսինքն որ մեկը մեկին քրֆում, դրանով ասում է դաշտ եմ բացում, որ դու էլ ինձ քրֆես։ Պատրաստ եմ ես այդ տեսակ խոսակցության։ Չգիտեմ չի ասում Ալենի, չգիտեմ չի ասում։ Իսկապես չգիտեմ։ Եվ տեր Արամն էլ ախրանիկի կարիք չունի։ Ես որքան հասցրել եմ հասկանալ ու շփվել այդ մարդու հետ, նա իր հավատքում ամուր է, ու ինքը վստահ է, որ իրեն պաշտպանողը, իր ձեռքից բռնած տանողը Աստված է, Հիսուս Քրիստոսն է։ Ախրանիկների կարիք ունեն ձեր տերերը, պիղծ տերերը ընդ որում, հիմնավորված պիղծ տերերը, հիմնավորված հակապետական տարրերը։ Այնուամենայնիվ, քանի որ խոսքս վերաբերվում է ոչ թե Սյուզի Բադոյան տիկնոջ, այլ լրագրող Սյուզի Բադոյանի, ես կցանկանայի այստեղ հրավիրել լրագրողների ասոցիացիայի, չգիտեմ ինչացիայի ղեկավարի ուշադրությունը։ Դու ուր ես, Ազիզ ջան, ինչ-որ բան կարող է ասեք, թե կարող է ես մի օր այս գրառման վրա օրինակ կառավարելիությունից դուրս գամ, հենց գրառման համար, չարփեմ մի օր դուրս տենամ, չարփեմ բերնի, ու դուք ասեք հարցակում եղավ լրագրողի վրա եւ խոչընդոտեց գնաց Սարգսյանը մեր լրագրողի գործունեությունը։ Այս վստահ եք որ սա Հայաստանում համարվում է լրագրողի գործունեություն։ Թե վստահ չեք ու երկու բառ կասեիք։ Ասենք տենում եմ, սուճիտ եմ անում։ Այս խոսույթի համար։ Տենց, միզում եմ վրեն, օրինակ։ Այդ ժամանակ ես խոչընդոտած եմ լինելու լրագրող Սյուզի Բադոյանի գործունեությունը, թե պարզապես քաղաքացիական պատկերացումներով հակադարձած եմ լինելու նրան նմանատիպ գրառման համար։ Սպասում եմ սույն կազմակերպության պաշտոնական արձագանքին եւ կարող եմ մոտավորապես 5 աշխատանքային օր տրամադրել ձեզ։ Իմ կարծիքով դա բավական է վստահ լինելու համար, որ դուք տեղեկացված կլինեք այս պահանջի մասին։ Եվ սպասում եմ ձեր արձագանքին։ Սպասում եմ ձեր պաշտոնական արձագանքին։ Անկախ նրանից նա ինչպիսին է կլինի, նոր ես կշարունակեմ մնացածը։ Հասկացանք իրար։ Իսկ Սաթիկ Նյուզային ելիչերիներին ասեմ հետևյալը։ Ինչպես որ հայտարարեց Սաթիկը, թե պատերազմը հայտարարում, ըստ երևույթին իմ դեռ մարմաշենից սկսած, ես սիրով ընդունել եմ նետված ձեռքնոցը։ Իմ կարծիքով այդ պատերազմում դուք պարտվել եք ու ձեր պարտությունը կայանում էր նրանում, որ դուք այդ բարձրախոսներով հարձակվել եք քաղաքացիների վրա։ Եվ ինչպես ասում էր տեր Արամը, դա ձեր միջի չարությունն էր դուրս գալիս։ Լավ եղեք 5 օրից 5 աշխատանքային օր լավ։ Ուրբաթ երեկոյան մենք կվերհիշենք այս դրվագը եւ լրագրողական համայնքն առհասարակ ինչպես է իրեն դրսևորում ու ըստ դրա կշարժվենք առաջ։ Ես հասկանում եմ, որ ձեր ողջ թիմը վաղուց է չարչարվում
ինձ կոտրելու, որովհետև չեք կարողանում ազդեցությունը ամբողջովին ձեր ձեռքը վերցնեք, բայց դուք սխալվում եք։ Այս պատերազմում դուք պարտվող կողմն եք։ Ի սկզբանե եղել։ Գնացեք ձեր քաքլան ու փախնող Սերժի ու նրա փեսայի ամորձիների արանքը լռվեք, փաչեքը տակացրեք։ Գնացեք ձեր շռան ու Հայաստանի Հանրապետության տարածքները վաճառքի հանած Քոչարյան Ռոբիկի եւ բոլոր ռազմավարական ստրատեգիական կառույցները մեկ այլ օտար երկրի նվիրած Քոչարյան Ռոբիկի ու նրա փոքր գլխիկի փաչերքի արանքը շփեք տակացրեք։ Գնացեք կտրիչի, պղծազանի, մյուսի փաչեքի արանքը շփեք տակացրեք։ Գնացեք Վիտալիկների, Վիթյոկների ու կապիտուլյացիա ստորագրած Շահրամանյանների փաչեքի արանքը տակացրեք։ Գոնե դրանով մի օգուտ կտակ որևիցե մեկին, թեկուզ որ ես նրանց չեմ սիրում։ Բայց ուրախ կլինեմ, որ ինչ որ մեկը օգուտ ա ունեցել այս եթերից հետո։ Թեկուզ նմանատիպ, ինչ ա եղել, որ մերցման սրա կերագին։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ ա լինելու, վաղը Հովանավանք։ Բարի գիշեր ձեզ։